Բարի երեկո, 168 TV եթերում ռևյուի հերթական թողարկումն է, տաղավարում այսօր իմ հյուրը Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանն է։ Բարև ձեզ, պարոն Մինասյան, շնորհակալ եմ մեր հավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Ձեր կարծիքով, պարոն Մինասյան, ինչու է Ռուսաստանը վերջին շրջանում ամենաբարձր մակարդակով շտապեցնում Երևանին Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության ԵԱՏՄ-ի հարցում կողմնորոշվելու հետ կապված, չէ՞ որ Պուտինը հենց այնպես այս հարցը չէր բարձրացնի, այն էլ մեկ ամսվա մեջ արդեն երկրորդ անգամ։ Սա պատճառը Մոսկվան է իրականում, թե Փաշինյանն է։ Տեսեք, ընդհանրապես, երբ որ մենք խոսում ենք հայ-ռուսական հարաբերություններից, միայն մի դրվագ դիտարկել այդտեղ ճիշտ չի, ինքը կարող է պատահի նաև սխալ հետևանքների բերի։ Դուք պետք է տեսնեք դինամիկան ու տեսնեք, թե ինչից ուր հասանք, եւ այն ժամանակ արդեն ձեր հարցը հնարավոր կլինի, որ ինքը գտնի իր պատասխանը։ Սովորաբար, որպես սկզբնակետ, ճիշտ կլինի վերցնել այն իրողությունները, եւ որոնք արկա էին մինչեւ 18 թվականը, մինչեւ այս ազգակործան պատուհասի իշխանության գալը, եւ այն ժամանակ մի շատ կարևոր բանաձև կար, որը հենց Պուտինն էր ասել, երբ որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հերթական պաշտոնական այցով Մոսկվայում էր, ինքը ասեց հետևյալը. Ռուսաստանի շահից է բխում հզոր հայկական պետականության արկայությունը հարավային Կովկասում։ Եվ մինչև 18 թվականը այդ ուղղությունը շատ ցայտուն էր։ Եվ հարաբերություններն էին շատ բարձր որակի եւ հետևանքները այդ հարաբերությունների շատ բարձր որակի էր։ 18 թվականից հետո դա սկսեց խարխլվել։ Ընդ որում, եթե մենք խոսում ենք տարբեր դրվագների մասին, որտեղ ասենք թե Ռուսաստանի պահվածքը այնքան էլ մեզ դուր չի գալիս, մենք եթե մի քիչ ուշադիր լինենք, կտեսնենք, որ դրան նախորդել է այս Հայաստանի ազգակործանների խիստ բացական պահվածքը Ռուսաստանի նկատմամբ։ Այլ կերպ լինել չի կարող, արամ։ Չի կարող պատահի, որ ասենք թե մեկը իրեն պահի վատ ու դիմացինից վատ արձագանք չստանա։ Դա անբնական է։ Եվ այն ինչի մասին դուք հիմա ասում եք, դա հերթական բացական Ռուսաստանի նկատմամբ բացական քայլերի դրսևորումներ։ Մասնավորապես այդ ամեն ինչը հասկանալու համար մենք պետք է տեսնենք, թե ինչպիսի տրանսֆորմացիա է ենթարկվել հավաքական եվրոպական միություն, այդպես ասենք, եւ Ռուսաստան հարաբերությունները։ Այն բանից հետո, երբ որ Միացյալ Նահանգները դուրս եկան կոնֆլիկտից, Ռուսաստան-Արևմուտք կոնֆլիկտից, որը տեղի ունենում Ուկրաինայում, հիմնական ծառաբեռնվածությունը բնականաբար ընկավ Եվրոմիության անդամ երկրների նկատմամբ։ Եվ իրենք նույնիսկ Տրամպն է ասել, որ ՆԱՏՕ-ն հիմա արդեն այն ՆԱՏՕ-ն չի, որը կար առաջ, եւ Եվրոպան պետք է ավելի շատ իր վրա ծախսի ռազմական խնդիրները լուծի, այ հիմա հենց այդ զինվորականացման, ռազմականացման կուրսի մեջ է Եվրոպան։ Եվ այդ պարագայում Եվրոպայի հետ ջերմ հարաբերություններ, դա նշանակում է մի բան, թշնամական հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Առաջ բնավ այդպես չէր։ Հիմա այդպես է եւ գնալով ավելի է խորանալու այդ իրավիճակը։ Ինչու եմ ես այդպես համոզված ասում, տես, Արամ ջան։ Ցանկացած ռազմական, պատերազմական գործողություններին այդպես է եղել սովետականության ժամանակ, դրանից առաջ եւ նույնիսկ դրանից հետո սկսում է սառը պատերազմի ժամանակաշրջանը։ Իսկ ինչ է սառը պատերազմը։ Դա բոլոր տնտեսական կապերի խզումը, բոլոր քաղաքական, դիվանագիտական, մշակութային կապերի խզումը։ Այդ պարագայում ստեղծվելու է երկաթի վարակույր Ռուսաստանի նկատմամբ, որքան այդ երկաթի վարակույրը մեծ լինի եւ խիստ լինի, այնքան Եվրոմիությունը այդտեղ կշահի։ Եվ այդ պարագայում նաեւ հարավային Կովկասում այդպիսի երկաթի վարակույր էին կոզում իրականացնի, եւ բնական է այդ առումով, եթե նայենք թե ինչ է տեղի ունենում Վրաստանի հետ։ Իրենք դրդում են նույնիսկ այսօր Վրաստանին, որը կարողացավ ժամանակին ուշքի գալ եւ չգնաց այդ եվրոպացիների թելադրանքով կոնֆրոնտացիա, ռազմական կոնֆրոնտացիայի Ռուսաստանի նկատմամբ, այսօր իրանք պահանջում են, որ Վրաստանը դադարեցնի իր օդային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ։ Հետո կգա ցամաքային հաղորդակցության դադարեցման պահանջը, նույնպիսի պահանջ դնելու են ցանկացած երկրի հետ, այդ թվում Հայաստանի հետ, որը այսօր փորձում է ինտեգրվել դեպի Եվրոպա։ Եվ այս պարագայում իսկապես Ռուսաստանը ակնհայտորեն պետք է այդ խնդիրները տեսնի եւ զգուշացնի եւ ասի, որ սիրելի հայ ժողովուրդ, եթե դու գնում ես դեպի իմ հակառակորդները, ապա իմացի, որ մեր հարաբերությունները այդ պարագայում չեն կարող լինել այնպիսին, ինչպիսին կան այսօր։
Եվ դա կարծում եմ ճիշտ ազդակ է մեր ժողովրդի համար, որովհետեւ ինքը կարողանա կողմնորոշվել, որովհետեւ գիտես, շատ կարևոր մի բան կա։ Մենք պետք է հասկանանք, հունիսի 7-ին այդ ինչ ընտրություններ են։ Մի քաղաքական ուժ ենք ընտրում, թե մյուս քաղաքական ուժ, ոչ այդպես չի։ Հիմա դրան էլ իհարկե կանանք, պարոն Մինասյան, բայց մինչև այդ ես այսպիսի հարց կբարձրացնեմ, բայց չեք կարծում, որ նաև իհարկե Հայաստան-Ռուսաստան հարաբերությունը, այսինքն Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում էլ ներկայացությունների պայմաններում հստակեցման կարիք կա, այսինքն այդ իներցիայի ուժով դաշնակցային հարաբերություններ են, բայց տեսնում ենք ընդհանուր հարաբերությունների որակը եւ վիճակը այդքան էլ չեն համապատասխանում եւ այդքան էլ չեն համապատասխանում այդ ֆորմալ այն պաշտոնական հաստատված հարաբերությունների մակարդակին եւ այս հարցի հետ կապված կխնդրեմ նաեւ անդրադառնալ Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկի Պուտին Փաշինյան ապրիլ 1-յան հանդիպումից հետո արված հայտարարությունները տնտեսական հետևանքների մասին, որոնց նա բարձրաձայնեց 10-ի հետ հարցազրույցում։ Այո, տես Արամ, երբ դու ասում ես, որ այն բանակցային կամ փաստաթղթերի ֆորմատը, որ ձևավորվել է տարիների, նույնիսկ տասնամյակների ընթացքում, այսօր չի համապատասխանում իրականությանը, դա շատ ճիշտ է։ Պուտինը ասաց, որ մեր տնտեսական շրջանառության մակարդակը կտրուկ նվազել է նախորդ տարի։ Այո, բայց 9 էր, ասենք թե, բայց շատ ավելի շատ է եղել նախորդ տարի։ Եվ ինչ էր ասում։ Ըստ էության ինքը ասում էր, այս տենդենսը խորանալու է։ Այս տենդենսը, նվազման տենդենսը խորանալու է։ Մենք գտնվում ենք մի դինամիկայի մեջ, որը տանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցմանը։ Դա այսօր չի սկսել։ Դա երեկ էլ չի սկսել։ Դա սկսել է գործնականում 18 թվականից։ Եվ ինքը դա, երբ որ ասում էր, դա վերաբերում էր ոչ միայն առևտրաշրջանառությանը։ Տեսեք, երկաթուղիների հետ կապված կոնֆլիկտը, որ այսօր կա, կապված հարաբերությունների բարձր մակարդակի էական նվազեցմանը հապկի հետ, անվտանգության կարևորագույն խնդրի հետ։ Այս պարագայում այդ process-ները դրա համար եմ ասում, երբեք չի կարելի ֆիքսված մի հատ դրվագ նայել։ Երբ որ դուք նայում եք այն դինամիկայի մեջ, տեսնում եք, որ իսկապես քայլ process-ը եկել է հասել է սրան, բայց երբ որ ես ասում եմ չի կարելի մի դրվագ նայել, դա ուրիշ բան էլ է իր մեջ ընդհանրում։ Սրանով ամեն ինչ չի ավարտվելու։ Եթե այս իշխանությունները մնան, սա խորանալու է ու բերի իր հետ հետևանքների, որ այսօրվա մեր վիճակը մեր համար երանելի մի բան կթվա։ Դրա համար մենք պետք է բոլորս զգոն լինենք ու հասկանանք, այս ինչ process-ի մեջ ենք։ Այս process-ը մեզ վաղը ուր է հասցնելու։ Եթե մենք դա ճիշտ չգնահատենք, մենք կանենք այն սխալները, որ արեցինք 18 թվականից քայլ առ քայլ։ Այսինքն ես ճիշտ հասկացա, որ պետք է հարցը դիտել ընդհանուր պատկերի մեջ եւ նույն Եվրասիական տնտեսական միությունը, ՀԱՊԿ եւ այլ կառույցներ հենց Ռուսաստանի հետ կապող օղակներն են մեծ հաշվով։ Միանշանակ, եւ այդ կապող օղակները այնպիսին են, որ իրենք չեն ենթադրում, որպեսի դուք մեկի հետ ունենաք այդպիսի պայմանագրային հարաբերություններ եւ այդ երկրի հակառակորդների հետ ջերմ հարաբերություններ։ Դա հնարավոր չի, հատկապես հնարավոր չի, նորից եմ ուզում կրկնեմ, այս լարված իրավիճակում, ավելին ասեմ, եթե այսօր դա էլի ինչ-որ կերպ ընկալելի կարող է լինել, վաղը երբեք չի կարող լինել, երբ որ սկսեն իմ ասած սառը պատերազմի ժամանակաշրջանը, իսկ դա չի կարող չսկսի, ամբողջ տրամաբանությունը տանում է հենց դրան։ Այդ դրա մասին էր Պուտինի խոսքը, որ իսկապես դուք պետք է որոշեք։ Ընդ որում ինքը երբ որ ասում էր դուք, ինքը իշխանության նկատի չուներ, ինքը իր հարցը ուներ հայ ժողովրդին, հայ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի որոշի, իդեպ որոշելու հենց արդեն էլ կա, ընդհանրապես մի նույնիսկ մեկ ամսից պակաս ժամանակ հետո ինքը այդ որոշումը պետք է կայացնի։ Դրա համար եմ ասում, մենք պետք է հասկանանք, մենք գնում ենք այդ քվեախ խցիկում, քվեատուփի մոտ ինչ ենք ընտրում։ Եթե մենք անցնենք նաև այդ հարցի քննարկմանը, ես կարծում եմ դա էլ շատ կարևոր է։ Մեր ընտրողը պետք է իմանա ինքը ինչ է ընտրում։ Եվ այսպիսով ինչի մասին են այս հունիսի 7-ի ազգային ժողովի հերթական ընտրությունները, զուտ ընդդիմության եւ իշխանության պայքարի, թե Հայաստանի լինել չլինելու, ինչպես շատերն են ձևակերպում։ Արամ, լրիվ համաձայն եմ քո հետ, իսկապես մենք պետք է հասկանանք ինչ ենք մենք այդ օրը ընտրում։ Մի քաղաքական ուժ, որը մի կողմնորոշում ունի, թե մյուս քաղաքական ուժին, որը մեկ այլ կողմնորոշում ունի, դրանք այդպես են իհարկե, բայց էությունը դա չի։
Էությունը ուրիշ բան է, էությունը դրանից ավելի բարձր է։ Մենք ընտրում ենք Հայաստան, թե ընտրում ենք Էրմանիստան։ Եթե մենք ընտրում ենք այն ուժին, որը այսօր դեռ իշխանության է, մենք ընտրում ենք Էրմանիստան։ Այն բոլոր կորուստները, որ մենք ունեցել ենք 18 թվականից, շարունակվելու են։ Եվ մենք հասնում ենք այն իրավիճակին, որում այսօր գտնվում է Արցախը մեր։ Հանգիստ, խաղաղ, ոչ մի կրակոց չկա։ Այլ մենք ընտրում ենք այդպիսի մի իրավիճակ Հայաստանի համար, Հայաստանի Հանրապետության համար։ Եվ դա կոչվում է Հայաստանի Էրմանիստացում։ Եթե մենք նրան ենք ձայն տալիս, այդ Չարիքի իշխանությանը, Հայաստանը դառնալու է Էրմանիստան որպես Թուրքիայի գավառ։ Ճիշտ այնպես ինչպես այսօր Արցախն է Ադրբեջանի գավառ։ Եթե մենք ընտրում ենք հակառակ բևեռին, այն ուժին, որը Հայաստանի շահերն է պաշտպանում, ապա մենք ընտրում ենք Հայաստանը ու կամաց ոչ արագ։ Մենք պետք է վերադառնանք այն իրողություններին, որի մասին ես ասում եի։ Մենք պետք է վերադառնանք հզոր Հայաստանի կարգավիճակ ունեցող մի պետության հարավային Կովկասում, որը փնտրված կլինի բոլոր քաղաքական կենտրոնների համար, բոլոր եւ մեր բնական դաշնակիցների համար, Ռուսաստանի ու Իրանի Իսլամական Հանրապետության եւ Չինաստանի համար, եւ այդ նույն Եվրոպայի համար, բայց արդեն հավասարի հարաբերություններում, ոչ թե պարտադրանքի հարաբերություններում, ինչպես այսօր կա Վրաստանի նկատմամբ իրենց, ես ասացի, ասում են կտրի քոթային կապերը, վանել կասի ցամաքային կապերը Ռուսաստանի հետ։ Այդ ենք մենք ուզում։ Ես կարծում եմ ոչ։ Ես կարծում եմ այն փորձությունները ու այն կորուստները, որ մենք ունեցանք այս վերջի 7 տարիների ընթացքում, մեզ պետք է ասի, այ ժողովուրդ, կանգնեք, հենց մի հատ հասկացեք, այդ ուր եք գնում։ Հնարավոր չի այդքան սխալներ անել ու էլի սխալվելու հնարավորություն ունենալ։ Գալիս է մի պահ, եւ այդ սխալվելը այլևս դադարում է, որտեղ դու ես դադարում որպես սուբյեկտ գոյություն ունենալ։ Դու դառնում ես օբյեկտ, որի հետ հզոր հարևանները վարում են այնպես, ինչպես իրենց ձեռ է տալիս։ Եվ Օվերչուկը հայտարարեց նաև ավի հաղորդակցության դադարեցման հնարավորության մասին։ Այո, իհարկե։ Եթե գալիս է այն իրավիճակը, երբ որ դու թշնամական, այդ երկու թշնամական պետությունների միջև ուզում ես լարախաղացի նման քեզ պահես, ոչ մեկին դա ձեռ չի տալիս։ Դու այդ ժամանակ պետք է կողմնորոշվես, այդ լարված իրավիճակում դու պետք է կողմնորոշվես։ Այդ կողմնորոշումը կարող է քո համար լինի ճակատագրական եւ կլինի ճակատագրական, որտեղ այդ կողմնորոշման արդյունքում դու կամ կդառնաս Էրմանիստան կամ կդառնաս Հայաստան։ Այլ լարախաղացի կարգավիճակ չի ներվում այդ ժամանակ։ Ներվում է այդ կարգավիճակը, իհարկե, երբ որ հարաբերությունները մեղմ են, բայց լարված հարաբերությունները դա չի ներվում։ Պարոն Մինասյան, իսկ եթե այսենք փորձենք հասկանալ ինչ է զարգանում Եվրամիության, Եվրոպայի եւ Ռուսաստանի միջև, ինչ հակամարտություն է զարգանում, այս դիմակայությունը դեպի ուր կարող է տանել եւ ինչ հետևանքներ կարող է ունենալ նույն Հայաստանի եւ մեր տարածաշրջանի վրա, քանի որ այս տարածաշրջանի շուրջ է նաեւ ակնհայտորեն այդ մրցակցությունը, եւ ես ուզում եմ հասկանալ ԵԱՏՄ այս երկընտրանքը որքանով է արտացոլում իրական աշխարհակաղակական պայքարը տարածաշրջանի եւ Հայաստանի շուրջ։ Ուղղակի արտացոլում է ուղղակի, որովհետեւ այն կոնֆլիկտային իրավիճակը, որը այսօր նույնիսկ եմ ուզում ասեմ, մինչեւ Թրամփի իշխանության գալը Միացյալ Նահանգներում այդպեսին չէր, որովհետեւ հիմնական ծառաբեռնվածությունը օվկիանոսից այն կողմ գտնվող մի երկրի վրա էր։ Հիմա երբ որ այդպես չի, ամբողջ ծառաբեռնվածությունը հակամարտության, Ուկրաինայի շուրջ հակամարտության իր ուսերին պետք է վերցնի Եվրոպան։ Եվ բնական է, որ ինքը արդեն այդ զինատեխնիկայի գործարանները սկսում է վերագործարկել։ Բնական է, որ այնտեղ արտադրվում են շատ բարձրորակ ռազմական տեխնիկա, որը խնդիրներ կարող է առաջացնի Ռուսաստանի նկատմամբ։ Բնական է, որ Ռուսաստանում ասում է, այդ գործարանները իմ համար օրինական թիրախ են դառնալու։ Նրանք էլ պետք է Ռուսաստանի խորքում օրինական թիրախներ ունենան։ Այսինքն այս կոնֆլիկտը շատ ծանր զարգացում է իր մեջ ենթադրում։ Միաժամանակ տա Աստված, որ այդ կոնֆլիկտը վերանա։ Եվ կա նախադրյալներ կան, որ կարող է պատահի խաղաղություն հաստատվի, ես չեմ կարող պնդել դա մեծ է այդ հավանականությունը թե փոքր, բայց մի բան ակնհայտ է, այդ պատերազմի տակ փուլի ավարտից հետո սկսելու է սառը պատերազմ, այդտեղ կասկածնել չի կարող։ Դե տարիքով մարդիկ գիտեն թե ինչ է նշանակում սառը պատերազմ։ Երկաթի վարակույր Արևմուտքի եւ Ռուսաստանի միջև եւ բոլոր այն տարածքներում այդ երկաթի վարակույրը կգնա, որտեղ Արևմուտքը ունի ազդելու հնարավորություն։ Եվ այ հարավային Կովկասը
Եվ եթե Հայաստանը գնա այդ ճանապարհով, նաև Հայաստանը երկաթի վարակույրով կբաժանվի Ռուսաստանից։ Ինչ հեռանկար է մեզ սպասում։ Շատ բարձր հեռանկար։ Այդ ոնց է որ Թուրքիան հարձակվում է Սիրիայի վրա, հարևան, ու գրավում տարածքներ։ Իրաքի վրա հարձակվում ու գրավում։ Եվրոմիության անդամ Կիպրոսի վրա հարձակվում ու գրավում ու Մարսում։ Հայաստանի վրա չի հարձակվելու այդ պարագայում, եթե այդ երկաթի վարակույրով բաժանված լինի Ռուսաստանից։ Իհարկե հարձակվելու է։ Հենց այն պարզ պատճառով, որտեղ Հայաստանով է անցնում այն ճանապարհը, որը իրեն պետք է կապի Ադրբեջանի եւ միջինեսական երկրների հետ։ Բայց ո՞րն է դրա լուծումը այդ պարագայում։ Ասեցի, Էրմանիստան դառնալ մի տարածք, որը արդեն չի ունենա ինքնիշխանություն, չի ունենա էթնիկ կազմ։ Նու մոտավորապես այնպես ինչպես է սուրվա Վանն ու Բիթլիսն են։ Այդ ժամանակ հանգիստ կլինի։ Այնքան հանգիստ, այնքան խաղաղ, ինչքան այսօր Արցախում։ Դա ենք մենք ուզում։ Եթե դա ենք ուզում, ասեք ժողովուրդ, ասեք, բայց մի խափեք ձեզ, մի խափեք ու ասեք, որ այսպես էլ է հնարավոր, այնպես էլ։ Ոչ։ Ջրբաժան է, ամսի 7-ին ջրբաժան է, կամ հայ ժողովուրդը կընտրի դեպի Էրմանիստան տանող ճանապարհը, եւ դա շատ արագ կլինի։ Ես ձեզ երաշխավորում եմ շատ արագ կլինի։ Կամ կընտրի դեպի Հայաստան տանող ճանապարհը։ Դա էլ արագ կլինի, որովհետեւ այն իրավիճակը, որ այս անկայուն վիճակը երկար դիմանալ չի կարող։ Ոչ մեկին սա ձեռք չի տալիս։ Ոչ Եվրոպային է ձեռք տալիս, ոչ Ռուսաստանին, ոչ էլ առավել եւս Հայաստանին։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ մեր թշնամիները իսկ դրանք ինչպես առաջ են, այնպես էլ հիմա էլ կան, նույն Թուրքիան եւ Ադրբեջանը հիմա Հայաստանի դեմ վարում են սողացող զավթման կտոր առ կտոր Հայաստանը զավթելու խաղաղականություն, ոչ թե ասենք ուղիղ ռազմական ագրեսիվ, հնարավորություն է ինչ որ պահի նաեւ դրան կնան։ Գիտեք, շատ ճիշտ եք ասում։ Եվ ընդհանրապես ամբողջ աշխարհում մարդկության ամենասկզբից ցանկացած պատերազմ նախ պատերազմ է եղել ուղեղների համար։ Բոլոր ժամանակներում, հիշեք մեր հին էպոսները բաները որ նայում ենք, այդպես է եղել։ Մարդիկ իրանց երկիչներին, սազանդարներին ուղարկել են այնտեղ գովերքել են այս երկրի աստվածներին, ասել են ձեր աստվածները վատ են։ Նույնը հիմա այստեղ է տեղ ունենում։ Այդ հիբրիդային պատերազմ տերմինը, որ հիմա այդքան մոդայիկ է, առաջ էլ է եղել։ Ուղղակի հիմա դա եղել է ավելի իսաշորին ռուսերեն ասում, չգիտեմ, ավելի կատարելագործված, ավելի մշակված եւ վարպետորեն թարգմանենք այդ բառը։ Այո, համաձայն եմ։ Եվ հիմա այդ ուղեղների համար պայքարը բերել հասրել է նրան, որ այսօր ժողովուրդները մոլորեցվում են ավելի հզոր պետությունների հատուկ ծառայությունների կողմից, եւ այդ մոլորեցման արդյունքներում իրանք անում են քայլեր, որոնք ձեռնում են ոչ թե այդ պետությանը, այլ այն պետությանը, որը մոլորեցրել է իրանց։ Տեսեք, գունավոր հեղափոխությունների ամբողջ պատմությունը ամբողջ աշխարհում հենց իմ ասածի հավաստումն է։ Ինչպես մոլորեցրեցին Սահակաշվիլու ժամանակ Վրաստանին ու կորցրեցին տարածքները։ Ինչպես նույնը արեցին Ուկրաինայի։ Եվ ինչն է հետարքիր։ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները ասում են. «Այ ժողովուրդ, այ սիրելի հայ ժողովուրդ, տեսեք, այն ինչ որ հիմա տեղի ունեցավ Վրաստանի եւ Ուկրաինայի հետ, ելի սկսեց նույն երկով դեպի Եվրոմիություն, դեպի եվրոպական մշակույթ, դեպի եվրոպական արժեքներ, դեպի Եվրոմիություն ինտեգրում։ Դուք եք ուզում գնաք այդ ճանապարհով»։ Վերեց հստակ ինքը նկարագրեց այդ բանը։ Ասաց հեղաշրջում, այսինքն Մայդան հեղափոխությունը, Ղրիմ, Դոնբաս պատերազմ, այսինքն այն ինչ որ սկսվել էր ասոցիացման։ Մի մասը մեր հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունը 18 թվականից հետո արդեն անցել է, մնում է վերջնական քայլը։ Այդ վերջնական հիմար քայլն էլ մենք կատարենք։ Կհայտնվենք այն իրավիճակում, որում հայտնվել է ուկրաինական ժողովուրդը։ Այդ իրավիճակում մենք կհայտնվենք։ Նույնիսկ եմ ուզում ասեմ, Հայաստանը ունիկալ չի։ Հայաստանը շատ նման է հետխորհրդային երկրներին եւ իր անցած ճանապարհով եւ ապագա հնարավոր ճանապարհներով եւ եթե մենք դա չընկալենք, մենք իսկապես կարող ենք հերթական կոպիտ սխալը թույլ տալ, որը կարող է լինել վերջնականը։ Ես առավել քան համոզված եմ, որ դա վերջին ջրբաժանն է։ Կամ մենք գնում ենք դեպի Հայաստան կառուցելու ճանապարհով, կամ գնում ենք դեպի Էրմանիստան։ Այդ է։ Եթե դա մենք չենք ընկալում, մենք որևէ ճիշտ որոշում չենք կարող կայացնել։ Մենք լավի ու վատի մեջ չպետք է ընտրություն կատարենք։ Աստված մեզ այդ հնարավորությունը տվել է մի քանի անգամ, մենք միշտ վատն ենք կատարել։ Հիմա այդ լավի ու վատի չկա, կա ապրել ու մեռնել։ Մենք ընտրում ենք ապրելը, թե ընտրում ենք մեռնելը։
Հիմա դուք ինչ եք հասկանում այս քարոզարշավի արդեն 5-րդ, 6-րդ օրն է մարդկանց տրամադրություններից, ձեր կարծիքով արդյոք ավելի բարձր կլինի մարդկանց ակտիվությունը եւ մասնակցությունը այս ընտրություններին, այսինքն արդյոք մարդկանց մոտ այդ գիտակցությունը գնալով ամրապնդվում է, որ սրանք սովորական ընտրություններ չեն, եւ որն է ձեր կարծիքով ընդդիմության ամենաուժեղ կողմը, ընդդիմության այսպես ռեզերվը, նաեւ այս հարցն են տալիս, թե պլան B ունեք, թե չունեք եւ Փաշինյանի թույլ կողմը որն է ձեր կարծիքով։ Արամ, ես իհարկե կպատասխանեմ քո շատ կարևոր հարցին, բայց դու ասեցիր ինչ կարելի է տեսնել այս անցած 5-6 օրերի ընթացքում։ Տես, ես ունեմ տեղեկատվություն, որ բոլոր հիմնական ուժերը, որոնք մասնակցում են այս ընտրություններին, ունեն շատ բարձրորակ հետազոտական կենտրոններ, որոնք կարողանում են հասարակական կարծիքի ուսումնասիրման արդյունքները դնել իրենց պատվիրատուների սեղանին։ Եվ առանձնահատկությունն է ի տարբերություն նախորդ ժամանակների, որ դրանք բարձրորակ ընկերություններ են, որոնք իրենց աշխատանքը շատ բարձր որակով են կատարում։ Այդ պարագայում չնայած նրանք տարբեր ընկերություններ են, բայց նրանց արդյունքները նույնն են։ Եվ հենց այդ պատճառով բոլոր այդ ուժերը իրենց սեղաններին ունեն նույն տվյալները։ Եվ այն պահվածքը, որ մենք այսօր տեսնում ենք այս ազգակործանների ղեկավարի կողմից, դա հենց այդ իրական արդյունքներին տիրապետելու հետևանքով է, որտեղ ինքը տեսնում է, որ այդ արդյունքները կործանարար են իր համար։ Եվ այդ ցնցումները, որի մեջ ինքը ընկնում է, հիմքը այն արդյունքներն են, որը ոչ մի լավ բան իրան չի խոստանում։ Եվ հիմա ուզում եմ ասեմ ձեր երկրորդ կարևոր հարցին, Արամ։ Լավ, եթե իրողությունը այդպիսին է, ինքը ինչ պիտի անի։ Ինքը երկու շատ կարևոր գործիք ունի, որով փորձելու է այդ իրական վատ իր համար պատկերը չեզոքացնել։ Առաջինը այնպես անել, որ ընտրողների շատ քիչ մասը գնա, պոտենցիալ ընտրողների շատ քիչ մասը հունիսի 7-ին գնա ընտրություններին։ Ինչու է սա շատ կարևոր։ Ես պետք է խնդրեմ, որ այս մասին մի քիչ երկար խոսենք, որպեսզի մեր կնդիրները մեզ լավ հասկանան։ Տեսեք, ինքը ունի շատ հստակ ընտրազանգված, որը բոլոր դեպքերում կգնա եւ կքվեարկի իր օգտին։ Ովքեր են դրանք։ Այն մարդիկ, որոնք դեռ շարունակում են մոլորված մնալ, շարունակում են այն թմբիրի մեջ մնալ, որի մեջ իրանք հայտնվել էին 18 թվականին։ Նրանց մի մասը իհարկե հեռացել է իրենից։ Մի մասը հեռացել է մինչև 20 թվականի խայտառակ պատերազմը, մի մասը հեռացել է այդ պատերազմից հետո, մի մասը հեռացել է Արցախի վերջնական կորուստից հետո, բայց ելի այդուհանդերձ կա մի զանգված, որ իր հետ է։ Այդտեղ են գտնվում նաև պետական ծառայողները, նրանց ընտանիքները, այն մարդիկ, ովքեր ասենք թե ուղղակիորեն կապված են իրենց անցյալով եւ ներկայով եւ միգուցե նաեւ ապագայով այս երկրորդ նախագահը երեք պարգևավճարների հարցի մասն էր խոսում եւ ասում է ինչի աշխատավարձերը չեն բարձրացնում, այլ պարգևավճար են տալիս, որ որոշակի պարտավորություն որտեղ աշխատավարձը մարդուն անկախություն է բերում։ Պարգևավճարը այսօր կտամ վաղ չեմ, այսօր կախվածություն է բերում։ Աշխատավարձի եւ պարգևավճարի էական տարբերությունը դա է։ Պարգևավճարը ամեն անգամ են տալիս, իսկ աշխատավարձը արդեն այդ մարդու սեփականությունն է, շատ ճիշտ եք ասում։ Եվ այդ մարդկանց քանակը դիցուկ ենթադրենք 25% է։ Ենթադրենք 25% ինքը չնայած մի քիչ ավելի քիչ է, բայց ուղղակի կլորթիվ ասենք, որպեսզի պարզ լինի։ Հիմա տեսեք, եթե 100%-ն է գնում ընտրության, 100%-ը, իր ձայները ընդամենը 25% են։ Բայց եթե 50% է գնում ընտրության, իր ձայները արդեն 50% են դառնում, որտեղ մի գումարը, մի թիվը, որ 100-ի մեջ 25, եթե երկու անգամ նվազեցնում ես այդ ամբողջը, դառնում է 50։ Այդտեղ կան նաև ուրիշ խնդիրներ, որոնց մասին մենք էլի կխոսենք, փոշիացում եւ այլն, որը շատ կարեւոր է եւս, եւ ահա իր հիմնական խնդիրը այն է, որ իջացնի մասնակիցների քանակը, որպեսզի իր այդ 25%-ը հնարավորինս մեծանա, հասնի 50, կարող է նույնիսկ 60, եթե ասենք թե 50%-ից ավելի քիչ մասնակիցներ ունենան։ Ինչպես է դա հնարավոր անել։ Մի ձևով, որ ասի, այ հայ ժողովուրդ, դուք այլընտրանք չունեք։ Սա է միակ ճանապարհը եւ այն ինչ որ ձեզ մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերը ասում են, դրանք անիրական, ավելի վատ ճանապարհներ են։ Թևաթափ անելով հայ ժողովրդին ինքը մի խնդիր է լուծում։ Թևաթափ անելով հայ քաղաքացուն,
Հայաստանի ընտրողին մի խնդիր է լուծում։ Նվազեցնել մասնակցության տոկոսը։ Մեր ռեզերվը որն է։ Ճիշտ հակառակը, բարձրացնել մասնակիցների քանակը, բարձրացնել այդ տոկոսը, ինչպես ցույց տալով եւ համոզելով, որ այլընտրանք կա եւ այդ այլընտրանքը շատ ավելի լավն է, քան այս ազգակործանի առաջարկածը։ Եվ այդ պարագայով շատ ավելի շատ մարդիկ կգնան ընտրության։ Իսկ եթե շատ ավելի շատ մարդիկ գնան, այդ 25%-ը ոչ թե կդառնա 50%, այլ ասենք թե եթե մասնակցեն 60-70%, մաքսիմում կմոտենա 35-40%-ին։ Սա առաջին պատերազմն է։ Սա իսկապես պատերազմ է։ Սա պատերազմ է այն բանի համար, թե ինչպիսի մասնակցություն մենք ունենանք։ Եթե մեր մասնակցությունը 65 եւ ավել լինի, Նիկոլը պարտված է միանգամից։ Նիկոլը եւ այս չարիքը հաղթահարված են։ Այսինքն հիմնական խնդիրը մեր քաղաքացուն ընտրատեղամաս տանելը, որտեղ այն նրանք, ովքեր պետք է քվեարկեն Նիկոլի օգտին, նրանք հաստատ գնալու են։ Նրանք գնալու են, որտեղ ադեպտի կարգավիճակով են, գնալու են, որտեղ այդպիսի կախվածություն ունեն, ինչպեսի նկարագրեցինք։ Մյուսները այդպիսի կարգավիճակով չունեն, իրանք անկախ են, ազատ են եւ գնալով իրենք կընտրեն մեր այն քաղաքական ուժերից, որևէ մեկի ես չեմ ուզում նրանք տարբերեմ։ Նրանք բոլորը ընդդիմադիր են, բոլորը Հայաստանի կողմնակից են եւ ոչ թե Երևանստանի։ Եվ մեր առաջին մեծ կռիվը մեր հաղթանակի համար մեր քաղաքացու ընտրատեղամաս տանելն է։ Հիմա ինչպես բարձրացնել մարդկանց մասնակցության թիվը, դա ամենահայական հարցերից մեկն է։ Հիմնական ճանապարհը մեր քաղաքացու հետ խոսելն է, բացատրելը, որ սա անխուսափելի չի։ Մենք գտնում ենք մի ճանապարհի վրա, որ տանում է մեզ հաջորդական կործանումներին, ինչպես եղել է նախորդ կործանումները։ Զոհեր, տարածքների կորուստներ, հաջորդը կատաստրոֆա է լինելու։ Բայց այստեղ մենք կարող ենք կանգնել ու կամաց գնալ դեպի զարգացում։ Դա կախված է հենց քեզանից, հայ քաղաքացի, հայ ընտրող, կգաս, կընտրես ու մենք կգնանք այդ ճանապարհով։ Քեզանից է կախված։ Եթե չես գա, չես ընտրի, այն 25%-ը Նիկոլի գերիները կգան ու կընտրեն ու կընտրեն քու փոխարեն, կընտրեն ոչ միայն իրենց համար, այլ կընտրեն նաև քու ճակատագրի համար ու քու ժառանգների ճակատագրի համար։ Արի, որպեսզի դու լինես քու իրավունքի տերը եւ ոչ թե այն ադեպտները։ Իսկ ինչ կասեք ձայների փոշիացման խնդրի մասին։ Այո, երկրորդ կարևորագույն խնդիրը դա է։ Տեսեք, ես շատ բարձր օրինակ բերեցի, չէ՞, թե 25%-ը ինչպես կարող է դառնալ մինչև 59-ից ավել տոկոս։ Պատկերացնենք, որ հիմա մեր հարցումները մեզ ասում են, եւ մոտապես այդպես է, որ մեր քաղաքացիների 40%-ը պատրաստ է ձայն տալ այս ազգակործաններին, իսկ 60%-ը պատրաստ է ձայն տալ այն ուժերին, որոնք մեզ տանելու են դեպի Հայաստան։ Այս 40%-ը ուզում են, որ գնան դեպի Էրմանիստացում, մենք ունենք 60%, որոնք ուզում են գնան։ Անկամ վատ է հնչում այդ բառը։ Գիտես, լավ է որ վատ է հնչում։ Լավ է որ մարդու ականջը պետք է սղոցի, որտեղ դա իրականություն է։ Մեր քաղաքացին պետք է իմանա, պետք է ականջը անդադ սղոցի, որ ինքը իր սխալով կարող է այս Հայաստանը դարձնել Երևանստան։ Շնորհակալ եմ որ այսիր վատ է հնչում։ Հենց այդպես էլ պետք է լինի։ Պետք է ինքը անդադ անհանգստանա, որ կարող է պատահի իր սխալ ընտրությամբ մենք գնանք դեպի Երևանստանացում։ Հիմա տես, ենթադրենք 40%-ը այդպես է նախադրում, 60%-ը որոշում է ոչ, մենք պետք է դեպի Հայաստան գնանք։ Հիմա ընտրությունները ավարտվում են եւ պարզվում է, որ հենց այդպես էլ կա։ Մեր ճիշտ կողմնորոշված կուսակցությունների ձայները 60% են, իսկ այս Երևանստան ցանկացողները 40%։ Բայց այդ 60%-ը չեն կարող միանգամից հայտնվել խորհրդարանում, որտեղ կա բարիեր։ Եթե դուք անցորդ շեմը չեք հաղթել, նույն կուսակցությունների համար դա 4 է, իսկ դաշինքների համար 8։ Դուք չեք կարող գնալ խորհրդարան։ Հետևաբար, ենթադրենք այդ 60%-ի մի մասը, ասենք թե ամբողջի 20%-ը չի հաղթահարել։ Ինչ կստացվի, խորհրդան կմտնեն հավասար թվով ուժեր, պատգամավորներով ուժեր։ 40-ներ, սա էլ 60-ից 20-ը չմտա, որտեղ չի հաղթահարել, 40-40։ Հիմա եթե ձայները փոշիացան, ու որ ուժին է գնում։ Տեսեք ինչ զարժելի բան ես նկարագրեցի։ Իսկապես Հայաստան կերտել ցանկացող ուժերը ստացել էին մեր քաղաքացիների 60%-ը,
Բայց խորհրդանում կհայտնվեն դրանց մի մասը, 40%-ը։ Բրծավ, հարցը լուծվեց։ Այսինքն, ինչն է խնդիրը։ Խնդիրը ինչի թե ինչքան մենք ընտրող ունենք, որոնք ուզում են մենք գնանք մեր տերմիններով ենք խոսում դեպի Հայաստան։ Եթե դա 60%-ն է, դա դեռ չի նշանակում, որ դա այդ բոլոր ուժերը կարողանան իրենց խոսքը ասել խորհրդանում։ Դրանցից միայն այն մասը կարող ասի, որ այդ շեմը հաղթահարել է։ Հետևաբար ինչ արեցին մյուսները, այն 20%-ը, փոշիացրեցին այն մեր ազնիվ քաղաքացիների ձայները, որոնք ուզում էին, որ իրենց ձայները խորհրդանում հարց լուծեն։ Բարձ եմ չի ասում։ Բարձ եմ ասում։ Ասում եմ 40%-ը ուզում է, որ Էրմենիստան դարձնի այս պետությունը, 60%-ը ուզում է դարձնի Հայաստան։ Բոլորն էլ հավասարապես շահագրգռված են այդ 60%-ի մեջ դրանում։ Բայց քանի որ իրանք ձայն են տալիս այնպիսի ուժերին, որոնք չեն հայտնվելու խորհրդանում, ասենք թե 20%-ը այդպիսի ուժերին են տալիս, որոնք 3, 2 կամ 1% են համարում, հավաքում, չեն հավաքում 4%, որովհետեւ մտնեն խորհրդան։ Արդյունքում ստացվում է, որ այդ ձայները կորում են, վերանում են եւ խորհրդանում երկու ուժ կլինեն, ամեն մեկն էլ կունենա 40-40%, եւ որ իրականում 40-60 էր։ Այս սա հենց կոչվում է փոշիացում։ Վերջ։ Երկու կարևորագույն գործիք, որը մենք պետք է իմանանք։ Մեր մասնակիցների քանակը բարձրանում է, չարիքի իշխանությունը տուժում է, մեր քաղաքացիները եթե տարածեն այնպիսի ուժերին, որոնք մեծ հավանականությամբ կամ 100%-ով հաղթահարելու են այդ շեմը, չարիքի իշխանությունը տուժում է։ Երկուսի հակառակ պարագայում չարիքի իշխանությունը հաղթելու է։ Հիմա ուժեղ Հայաստան դաշինքից եւ Բարգավաճ Հայաստանից բացի կան նաեւ այլ ընդդիմադիր ուժեր, որոնք եւս ցանկանում են, այսինքն Բաշյանի իշխանության հողողություն։ Առաջի, եթե մենք հաստատ անցնողների մասն ենք խոսում, 3-ի մասն պետք է ունենանք։ Դե նշեցի, ուժեղ Հայաստան դաշինք եւ ԲՀԿ։ Այս ուժերից բացի կան նաեւ այլ ուժեր, որոնք եւս ուզում են, այսինքն Փաշինյանի իշխանության փոփոխություն, այսինքն նույն օրակարգի մեջ են։ Հիմա նրանք ինչ իրավական, այսինքն գործիքներ կան կամ քաղաքական, օրինակ ինչ որ պահի որոշեն, որ իրենց ձայները տալիս են այս կամ այլ։ Արամ ջան, բայց կպատասխանեմ այդ հարցին, բայց մի քիչ այն մյուսները բացարձակ ազնիվ Հայաստան հերանեկարի կողմնակիցներն են։ Այդտեղ որևէ կասկած չկա։ Այն մյուսները, որոնք ասենք թե չեն հավաքելու այդ տոկոս, նրանք պակաս հայրենասեր չեն։ Ուղղակի նրանց քաղաքական կամքը պետք է մենք կարողանանք այնպես ենթադրել, որ իրենք ճիշտ որոշում կկայացնեն, որտեղ եթե իրենք մնան ընդհանրապես հայրենասեր Հայաստան գաղափարի կողմնակից, իրենք կարող են վնաս տան, որտեղ իրենք այն քաղաքացիների ձայները, որ կունենան, չեն կարող իրացնել խորհրդանում։ Դա ողբերգություն կարող է լինել եւ մեծ ողբերգություն եւ այդ քաղաքական ուժերի համար եւ հատկապես այն քաղաքացիների համար, որոնք քվեարկեն այդ քաղաքական ուժի կողմը։ Հետևաբար մի ճանապարհ է մնում։ Իրենք հստակ գիտակցեն իրենց հնարավորությունները, հստակ եւ հասկանան, որ եթե իրանք իսկապես Հայաստան գաղափարի կողմնակիցն են, իրենք պետք է ռիսկի չդիմեն։ Ուղղակի պետք է այո հասկանում են, որ իրենք իրենց կուսակցական ամբիցիաները այդ ժամանակ պետք է մի կողմ դնեն։ Դա հեշտ բան չի, բայց եղել են ուրիշ կուսակցություններ, որոնք այդպես են վարվել։ Իրենք պետք է իրենց քաղաքական ամբիցիաները մի կողմ թողեն, եթե իրենք իսկապես իրենց գաղափարի կողմնակիցն են։ Ու հասկանան, այսօր այդ օրը չի։ Այսօր Հայաստան Էրմենիստանի կռիվն է։ Դուք ուզում եք, որ Էրմենիստանը պարտվի, Հայաստանը հաղթի։ Դուք պետք է այնպես անեք, որ ձեր ձայները, ձեր ընտրողների ձայները մանդատի վերածվեն։ Եթե մանդատի չվերածվեն, մենք այնտեղ կարող ենք մեծ խնդիրներ ունենանք խորհրդանում։ Հետևաբար ճանապարհը մեկն է։ Իրենք պետք է ինչքան էլ դժվար, ես իսկապես հասկանում եմ ինչ աշխատում քաղաքական ամբիցիայից մի կողմ դնելը։ Դա կուսակցության համար բավականին ծանր բան է։ Բայց այսօր այդ օրը չի։ Այսօր Հայաստանի լինել չնելու օրն է։ Եվ իրենք պետք է ասեն եւ իրենց ընտրողներին կողմնորոշեն, որ մեր այսօրվա խնդիրը այլ է։ Մեր այսօրվա խնդիրը օրհասական է եւ իրենց կողմնորոշեն, որ ձայնը տան այն ուժերին, որոնք հավաստիաբար անցնելու են դեպի խորհրդարան։ Սա է ճանապարհը։ Հայրենասիրության դրսևորման ավելի մեծ ձև այդ հայրենասեր, բայց
ցավոք սրտի ոչ շեմը հաղթահարող հզորության ուժերին չկա միակ ձևը դա է նրանք պետք է ուղղորդեն իրենց ընտրողներին դեպի այն ուժերը որոնք հաստատ անցնելու են եւ ընդ որում այս մոտեցումը երկրորդ մեծ լծակն է որ ունի ինդիմությունը իսկ սա նաեւ իշխանության այս ճարեքի իշխանության համար է մեծ հնարավորություն ինչու որպեսզի խրախուսի այդ ուժերին որտեղ ես չեմ ուզում ասեմ Հայաստանում բայց աշխարհի բոլոր երկրներում իշխանությունները դա ունեն սպոյլեր կուսակցություններ են ստեղծում որոնք փոշիացնում են հենց իմ ասած մեխանիզմով դա հիմա էլ կա բա իհարկե բայց մենք կանոնները չենք տա որպեսզի փոշիացնեն տեսեք մենք ունենք երկու մեծ հնարավորություն եւ այդ հնարավորությունների դեմ պայքարի իշխանությունը հզոր լծակներ ունի ով կհաղթի այս կռվում այս երկու մեծ լծակների նա էլ կհաղթի իշխանության համար կռվում ցավոք սրտի ես պետք է ասեմ ցավոք սրտի այստեղ արդեն դուրս է այն իրավիճակը թե հասարակության մեծ մասը ում է պաշտպանում որտեղ կարող է իսկապես իմ ասած օրինակի համապատասխան հասարակության մեծ մասը պաշտպանի Հայաստան կերտող ուժին բայց այսպիսի տեխնոլոգիական սրիկայությամբ ճարիքի իշխանությունը կարողանա մոլորեցնել մեր հասարակությանը եւ ասենք թե 20%-ը չունենա իր ներկայացուցիչը խորհրդանում սա է կարևորը Հիմա իմ ձեռքի տակ կա օրինակ Gallup International-ի լիիրավանդամ MPG-ի վերջին հարցման արդյունքները, ըստ որոնց եթե խորհրդարանական մի երկու շաբաթվա տվյալներ են, իհարկե տարբեր տվյալներ են հրապարակվում, եթե ընտրությունները տեղի ունենան հաջորդ կիրակի, ընտրողների 26.7%-ը ԿՊ-ի օգտին կքվեարկի ուժեղ Հայաստանի օգտին 14.1, Հայաստան դաշինքի օգտին 8.2, ԲՀԿ-ի օգտին 7.9, 4.2 միասնության թվեր եւ այլ կուսակցություններ 1-2%, որքանով է սա արտացոլում իրական վիճակը, այսինքն արկին 100% մասնակցության դեպքում է սա։ Այո, իհարկե։ Դա մեր ընտրողների տեսակետն է։ Դու կարող հարցրեցիր, որքանով է սա արտահայտում իրական վիճակը։ Ես կդժվարանամ ասեմ։ Կդժվարանամ ասեմ, որտեղ դեռ մինչև ամսի 7-ը շատ ժամանակ կա։ Բայց ընդգծված առաջատարները կարծեք թե արդեն ակնհայտ են։ Այն հակառակ Երևանստանի բևեռում դա ԿՊ-ն է, այստեղ են երեք կուսակցությունները կամ մի դաշինքի երկու կուսակցությունները, որոնք դու նշեցիր։ Մնացածների շանսերը ավելի պակաս իրատեսական են, Եվ նորից եմ ասում, երբ ասենք թե մի 10-15 օր հետո նոր ավելի թարմ հարցումներ լինեն, ես կարծում եմ, որ մեր բոլոր քաղաքական ուժերը պետք է իրենց առաջ խնդիր դնեն։ Եթե իրենք չեն կարողանում գնալ ու հայտնվել խորհրդարանում, ապա իրանց կողմ քվեարկած ձայների հեռանկարը ինչպես են պատկերացնում։ Այդ ձայները չէ որ ի նպաստ Հայաստանի գաղափարին էին։ Ինչպիսի բարոյական իրավունք ունեն դրանք իրենց չեզոքացնելով, փոշիացնելով։ Կարծում եմ այս խնդիրը իրենք պետք է դնեն իրենց առաջ։ Ես պարզ թվաբանությամբ գումարեցի ուժեղ Հայաստանի, Հայաստան դաշինքի, ԲՀԿ-ի ու միասնության թվերի տոկոսը կազմում է 33.4%, այսինքն ավելի բարձր, քան ԿՊ-ին։ Օրինակ, եթե 33.4% ստանում է ընդհանուր ընդդիմությունը, 26% ստանում է ԿՊ-ն, ինչ է տեղի ունենում։ Այո, եթե շատ կարևոր է այն հանգամանքը, թե այն մնացածները, որոնց դու չես գումարել 4-ից բացի, իրենք իրենց տոկոսները ինչ են անում։ Եթե իրենք իրենց տոկոսները տանես 4-ին, ուրեմն պատկերացու հարաբերակցությունը ինչքան ավելի դրական կլինի։ Եթե չտան, ուրեմն խնդիրներ կառաջանան, որտեղ արդեն կսկսի խոսել են մյուս ֆակտորը, քանի տոկոսն է մասնակցում։ Եթե հանկարծ մասնակցի, դու ասեցիր ԿՊ-ն ինչքան? 20? ԿՊ-ն 26%։ Ապրես։ Առաջ մի գնա։ 50%-ը մասնակցեց, ԿՊ-ն մասնակիցների 50%-ը եղավ, ոչ թե 100%։ ԿՊ-ն կլինի 13։ ԿՊ-ն կլինի 52։ Խորհրդարանում կունենա 52% ձայն։ Այդ 26-ը, որ դու ասում ես 100%-ի համար է, չէ՞, իրանց թիվը այդ 26-ը ֆիքսած թիվ է։ Չգիտեմ, ասենք 700-800 հազար։ Հիմա եթե ոչ թե 100%-ը մասնակցեց, այլ 50%-ը մասնակցեց, ինքը խորհրդարանում կունենա
52%, ոչ թե 26%, այլ 2 անգամ շատ։ Այս բաները շատ կարևոր են, ու մեր բոլոր քաղաքացիները պետք է հասկանան։ Երկու հիմնական գործիք, ինչքան քիչ են մասնակցում, այնքան չարիքի իշխանությունը մեծացնում է հնարավորությունները, 2 անգամ քիչ մասնակցեցին, իր շանսերը 2 անգամ մեծանում է։ Էդ է 26-ը դարձավ 52%, եթե 2 անգամ քիչ մասնակցեցին, 100-ի փոխարեն 50 մասնակցեցին։ Եվ մյուսը, եթե ասենք թե մեր այն ազնիվ հայրենասեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների տոկոսները չեն բավարարում, որ իրանք մտնեն խորհրդան, ու իրանք զայները չեն կարողանում մանդատ դարձնեն, էլի շահում է այս ԿՊ-ն։ Այս երկու գաղափարները պետք է մեր բոլոր ընտրողները լավ հասկանան։ Այստեղ մի ուրիշ էական հարց էլ կա, ինչ կլինի, եթե ԿՊ-ն Փաշինյանի գլխավորությամբ ամեն դեպքում չստանա սահմանադրական մեծամասնություն խորհրդանում, ինչպես ինքն է իր առջև ինքը սահմանադրական մեծամասնություն ոչ մի պարագայում չի կարող ստանալ, ոչ մի պարագայում։ Խոսքը ընդհանրապես մեծամասնության մասին է, սովորական 50+1%-ի մասին։ Ես նորից եմ ուզում կրկնել, Արամ ջան, եթե մենք մեր մասնակցության տոկոսը 65-ից հասցնում ենք 65-ի եւ ավելի, ինքը երբեք 50% չի ստանա։ Եթե մենք այնպես ենք անում, որ մեր ձայները, ընդդիմադիր ձայները չփոշիանա, ինքը երբեք չի կարող 50։ Կոպիտ եթե ասեն, մեր քաղաքացուց է կախված եւ մեր քաղաքական ուժերից։ Ինքը շանս ունի 50% ստանալ, թե չէ։ Եթե 65%-ից ավելի է մասնակիցների քանակը, եւ մենք ոչ մի տոկոս չենք փոշիացնում, այսինքն մեր բոլոր ձայները վեր են կացում մանդատի, ինքը երբեք չի կարող 50% ստանալ։ Երբեք։ Ու մենք փրկում ենք։ Մենք փրկվում ենք այդ Էրմանիստան տանող ճանապարհից։ Եվ մենք տեսնում ենք մարդկանց շրջանում տոտալ ատելություն, դժգոհություն, չեն վերցնում բուկլետները եւ շատերը դեմքին կանգնում ասում են, թե ինչ են արել։ Դա ուրախացնում է։ Եվ այդ ցնցումները, որի մասին մենք խոսեցինք, որ ինքը այդ ռեալ պատկեր ունի թղթի վրա, կյանքում էլ դա տեսնում է։ Իրեն ցնցումների մեջ է գցում։ Դրա համար գնում է աննախադեպ ռեպրեսիաների։ Ցավոք մենք պետք է կանխատեսենք, որ այդ ռեպրեսիաները ինքը կշարունակի։ Ցավոք պետք է կանխատեսենք։ Բայց մեր անելիքը հեշտ է։ Մեր անելիքը հեշտ է։ Մենք ճիշտ ուղու վրա ենք գտնվում։ Մենք ազնիվ պայքար ենք մղում։ Ասում ենք քաղաքացի, արի տեր կանգնի քո ձայնին։ Արի քո որոշումը կայացրու։ Մի թող որ ասենք թե քո փոխարեն ուրիշները դա անեն։ Արի 65%-ով մասնակցի ու խնդիրը լուծված է։ Ասում են մեր քաղաքական ուժերին, սիրելի, հարգելի քաղաքական ուժեր, եթե դուք տեսնում եք, որ դուք չեք կարողանում ձեր ընտրողների ձայները մանդատի վերածեք, ուղղորդեք ձեր ընտրողներին, ոչինչ որ ձեր քաղաքական, կուսակցական ամբիցիաները կոտնահարեն, ոչինչ։ Ուղղորդեք ձեր ընտրողներին դեպի այն ընդդիմադիր ուժերը, որոնք հաստատ անցնելու են այդ շեմը, եւ մենք կունենանք Հայաստան, ոչ թե Էրմանիստան։ Այսինքն զուտ միայն քաղաքական ճանապարհով կարող են հորդորել, այդպիսի ավտոմատ ձայները փոխանցելու հնարավորություն չկա։ Չէ, միայն դուք հանում եք ձեր կուսակցության մասնակցության հայտը եւ ցուցակից դուրս է գալիս, ձեր ընտրողներն կոչ եք անում, որ գնան այնտեղ։ Ոչ իհարկե չէ, միայն կամավոր։ Պարոն Մինասյանից ձեր կարծիքով ինչու երեք Փաշինյան այդպես ագրեսիվ անցավ հարձակման Գագիկ Ծառուկյանի վրա, ասում էր Ծառուկյան Գագիկ լեզուդ երկարել է, տղուտ կբռնեն, կբերենք։ Ես ուզում եմ հասկանամ նա ուղակի այսպես ուզում է հետ գալ իր այն հին փորձված ձայնասկավառակին, որ նախկինների թալանը հետ ենք բերելու, ասֆալտին ենք փռելու, պատերին ենք ծեփելու, հա, մարդկանց վանելու, այս հռետորաբանությանն է վերադառնում։ Իհարկե, բայց ինչու։ Այնին պատճառով, որտեղ ինքը իր սեղանին ունի այդ իր համար վտանգավոր թվերը, շատ վտանգավոր թվերը, եւ տեսնում է թե ժողովրդը ինչպես է անվերվում։ Հենց այդ պատճառով ինքը ընկնում է ցնցումների մեջ։ Բայց տեսեք, այնքան գեղեցիկ իրավիճակ է, այս ասենք թե հանցագործություն է եղել, ասենք թե եղել է։ Բայց իրավապահ մարմիններ չկան, դատախազություն չկա, որ չի հետաքննում այդ ամեն ինչը։ Սպասում են մի մարդու հրահանգին, վարչապետի, որպեսզի ինքը հենց անցնի գործի, բայց սա խայտառակություն է։ Այն էլ առանց դատարանի որոշման ասում է բռնելու են։ Դատարանի որոշում չկա, բացի այդ, երբ որ քաղաքական դրդապատճառով ինչ որ մեկը քաղաքական ինչ որ ակտիվություն է ցուցաբերում, դրա հետ կապված դու գնում ես իրավական ինչ որ հետապնդումներ։ Սա է մեր իրողությունը։
Արամ ջան, սա է մեր իրողությունը։ Եվ սա ինչ է։ Սա բռնապետության հիմնական բնութագրիչն է։ Այդ տեսեք 18 թվականից հպարտ քաղաքացիները 3 միլիոն վարչապետերը եկան հասան այս իրավիճակին ու ավելի է վատանալու։ Սա ինչ որ մենք երեք բոլորով տեսանք, սա նշանակում է այստեղ պետականության հետք չի մնացել, պետական անկախ ինստիտուտների գործառույթներ չի մնացել։ Կա մի դիկտատոր, որը ինչ որոշում է, դա էլ մնացած ինստիտուտները կատարում են։ Սա պետություն չի, չէ՞։ Սա դիկտատուրա է։ Ո՞նց կարող է այդպես բան լինի։ Լավ, այդ ենթադրենք այդ հանցագործությունը տեղ ուներ։ Այդ չէ, այդ բոլորը քնած էին, ոչ մեկը դրա մասին չէր լսել, ոչ մեկը որևէ թերթ կամ հետաքննություն չէր իրականացրել։ Մի մարդ ասեց, որը այսօր վարչապետ է, եւ բոլորը սկսեցին այդ գործերով զբաղվել, դες ո՞նց կարող է լինի։ Սա պետականության բացակայության մասին է խոսում։ Ուզում ենք դա շարունակվի, ուզում ենք դա վերածվի Երևանստանի, որ այն ժամանակ ոչ թե ինքը որոշի, այլ Էրդողանը ընդեղից որոշի։ Այդ ենք ուզում։ Չէ, ես կարծում եմ մենք դա չենք ուզում։ Մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունն անք։ Դրա համար պետք է ասենք ոչ, ու նույնիսկ պետք է կրկնեմ, շատ եմ կրկնում, ներող կլնես։ Մենք պետք է առնվազն 65%-ով գնանք ընտրությունների եւ պետք է խնդրենք, որ մեր այն քաղաքական ուժերը, որոնք տեսնում են, որ չեն կարողանում հաղթահարել այդ 4%-ը, հանեն իրենց մասնակցություն ընտրություններից եւ ուղղորդեն իրենց ընտրողներին դեպի այն ընդդիմադիր ուժերը, որոնք հաստատ հաղթահարել են։ Եվ որպես ամփոփում հենց պետության ու պետականության մասին 3 մի զրույցի ժամանակ կրկին 3 տեղի ունեցավ եւ քաղաքացիներից մեկը մոտեցավ նրան եւ դեմքին ասաց, որ դուք հանձնել եք Արցախը, 5000 զոհ եք տվել եւ այլ, եւ նա կպավ այդ կարճեց այդ թվից, ասելով, որ 5000 չի եղել, որտեղից է թիվը ստահակներ են այդ թիվը ասողները, ավելի քիչ է եղել թիվը, բայց դրա արդյունքում առաջին անգամ չի ասում։ Իդեպ մենք ձեռք ենք բերել պետություն եւ անկախություն։ Դուք այդ ձեր խոսքում ասում եք մենք ունեցել ենք հզոր Հայաստան, ներկայացնելով նախորդ իշխանությունը եւ կառավարությունը կազմած հիմնական ուժը հանրապետական կուսակցություն, թե հռետորական բնույթի է, էլի իհարկե հարցը, թե պետություն չենք ունեցել, ում անունից էր վարչապետ ընտրվում, ում դրոշի որ պետության դրոշի տակ էր կանգնում, հանդիպումներ ունենում, պետություն ոնց չենք ունեցել։ Արամ ջան, տես, համոզված եմ, որ այն հոգեբանական ճշմարան տակ, որ արկա էր այդ իդեպ շատ խիզախ եւ խելոք քաղաքացի էր։ Ինքը ասել ով է ասում, դե ասել վարչապետը։ Ես վարչապետ, դե ասել մոռացել ես, որ դու ասում ես 3 միլիոն վարչապետ կա։ Այս մեկն է մեր 3 միլիոնից։ Ես էլ եմ վարչապետ։ Ես էլ եմ հպարտ քաղաքացի։ Այքո հետ խոսում եմ վարչապետ հպարտ քաղաքացին։ Իսկ եթե դու իսկապես քո պաշտոնում լինեիր, դու մեկ կհրապարակեիր այդ մարդկանց անունները եւ ազգանունները, որովհետեւ մենք տեսնենք, թե հետո անունները չես հրապարակել։ Հիշում եք այս խեղկատակը, որ ասում էր թող 15 թվի բոլոր զոհերի անունները հրապարակեն։ Հիշում եք։ Այդ ոնց։ Դու ուզում ես, որ հիմա ասենք թե 100 տարից ավելի անցել է, հնարավորն է այդ բոլորի անունները հրապարակել։ 2-3 տարվա առաջվա քու կողմից սանձազերծված պատերազմի զոհերի անունները ինչու չես հրապարակում։ Ինչու չես հրապարակում։ Մի ողջամիտ պատասխան դա կարող է ունենալ։ Եվ հիմա վրթողում է, որ մեկը ասում է 5000։ Որտեղ մի թվի անջշտություն նույնիսկ չի կարող տեղ, որտեղ գրանցամատյաններ կան, բայց ինչու չի հրապարակում։ Ակնհայտ է, չէ՞ որտեղ ինչ որ մի նենք բան կա։ Ակնհայտ է, որ այդ նենք բանկը կա։ Ակնհայտ է, ինչու չի հրապարակում։ Հետո այդ նույն մարդն ասում է, իսկ ինչու չես գնացել եւ մարտնչել, չէ՞, Արցախում հիշում ես։ Բայց դու ես ասում ես, որ նա մեր երկիրը չի եղել։ Այդ դու ո՞նց ես ասում, որ ինչու չես գնացել։ Այդ Արցախում մանկապարտեզու դպրոց չէին կառուցել։ Այ ինչ խայտարակություն, ուղղակի Արցախի տնտեսական աճի տեմպերը շատ ավելի բարձր են եղել այդ տնտեսական աճը, տնտեսական ճանապարհներ են կառուցել, հրաշք ճանապարհներ։ Հիդրոտեխնիկա է զարգացել, հրաշք հիդրոտեխնիկա, որը էլեկտրաէներգիա է արտահանում Հայաստան։ Գյուղատնտեսության ապրանքները արտահանվում են Հայաստան։ Այդ մարդը, գիտեք, իր մոլուցկի մեջ ամեն ինչ սևացնելու որևէ սրբություն չունի։ Սովորական տնտեսագիտական թվերը խեղաթյուրում է, սովորական տնտեսագիտական թվեր։ Ցանկացած կրթություն ունեցող մարդ կարող վերցնի այդ թվերը տեսնի։ Բայց քանի որ իր քաղաքական նպատակը բոլորովին այլ է, ինքը դա խեղաթյուրում է։ Մենք ահա թե ինչի հետ գործ ունենք։ Մենք պետք է դա հասկանանք ու ասենք ոչ, այդ ճանապարհով մենք այլևս չենք գնալու։ Սխալվել ենք, ել չենք գնալու։ Գնալու ենք դեպի մեր պետության վերակառուցումը։
Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ 168 թեմի հարգելի հետևորդներ եւ մեր ավելի լայն լսարան բոլոր հետևությունները թողնում ենք ձեզ։ Հիշեցնեմ, մենք զրուցում էինք Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանի հետ։ Կհանդիպենք։